Բարև ձեզ, ներողություն, այս բային կասեք եռաբլրում ովքեր են և ինչու եք հիմա այստեղ։ Այս բային եռաբլուրում հավաքվել ենք կռվող տղաներ, զոհվածի հարազատներ, մեր ընկերներով ում ճանաչում ենք, որոշել ենք մեր հարգանքի տուրքը այսօր մատուցենք, մեր Տեր հորը խնդրել ենք, որպեսզի հոգեհանգստի պատարագ մատուցի, ուղղակի որպես հարգանքի տուրք մատուցելու հերթական անգամ, նաև այս ձևով ոնց որ մեր կոչը, մեր խնդրանքը մեր ազգին բերելով համախմբման, միաբանության, համերաշխության, ոգեշնչելով, որպեսզի մարդկանց մեջ զարտի պայքարի ոգին, վրեժի ոգին, նաև ոգեկոչելով այն պատասխանատվությունը, պարտավորությունը, որ մենք ունենք բոլոր մեր սուրբ նահատակների առաջ, որպեսզի շարունակենք իրենց կիսատ թողած գործը և մեր խորին հարգանքը բերենք, ծաղկե դրենք, խունկ ծխենք, ու այսպես ընկերները ուղղակի հավաքվել ենք, այն մարդկանց, ում ճանաչում ենք որպես ազգային դաշտի մեջ գործող անձինք, ում հետ մտերիմ ենք, ոնց որ միասին որոշել ենք հավաքվելու, ընդամենը այսքան։ Իսկ ձեր կարծիքով ինչ պիտի անել, որպեսզի պարտվողի հոգեբանությունից դուրս գանք և չստացվի, որ այստեղ ննջող տղաների այրունը այսպես մենք մսխեցինք։ Ըստ իս պարտվողի հոգեբանությունից դուրս գալու համար առաջին հերթին պետք է հայ մարդու անհատների վճռականությունը, նաև ինչ որտեղ Հայաստանում եղող իշխանությունների աջակցությունը, միջամտությունը անմիջական, որպեսզի բոլոր միջոցները տրամադրեն, որպեսզի հայ մարդը ոտքի կանգնի, ու յուրաքանչյուր մեկից, յուրաքանչյուր հայից է կախված, ով գիտակցում է իրավիճակը, ով տալիս է իրավիճակին ճիշտ, անկողմնակալ գնահատական, իր միջոցներով պետք է փորձի նպաստել, որպեսզի բարձրանա հայի մարտական ոգին, պայքարելու ոգին, հաղթանակի ոգին, այն ոգին, որ 90-ականներին պատել էր մեր հայ ազգին, երբ որ անզեն մենք դուրս եկանք թուրքական հրոսակների դեմ ազատագրելու մեր Արցախը, պահելու մեր Հայաստանը, Արցախ աշխարհները, այդ նույն ոգին պետք է հետ վերադարձնենք, ամեն կերպ, ով ինչով կարող է, ով ինչքան հասկանում է, ինչ հնարավորություններ ունի, կարծում եմ պետք է ներդնի էլի դրա համար։ Ինչպես ենք ձեզ ներկայացնելու, մեզ հիմա հետևում են հեռուստադիտողները։ Ես Գրիգոր Թադևոսյան, հայրս զոհվել է 94 թվականին, հրամանատար էր Մադաղիս ազատագրելու ժամանակ, այդպես երևի։ Շնորհակալություն։